Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հաղորդումն է եւ իմ հյուրն է, մեր տաղավարում ես սիրով հրավիրել եմ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռուբեն Սաֆրասյանին, շնորհակալություն, պարոն Սաֆրասյան, իմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ եմ ես էլ։ Սիրելի հայրենակիցներ, հեռուստադիտողներ, տեսեք, վերջին օրերի ընթացքում ընդհանրապես եւ տարածաշրջանում եւ ներհայաստանյան հանրային կյանքում բավականին առանցքային իրադարձություններ են տեղի ունենում։ Նախ պետք է ասենք, որ իշխանություն եկեղեցի այս պայքարը ինչ հանգուցալուծում կլինի, թերևս այսպեսի շարունակվում են այսպես փոխադարձ հրաձգությունները, նաեւ բնականաբար ուրեմն Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի հետ կապված տեղի ունենում իրադարձություններ, այսպես շատ անսպասելի միգուցե, բայց այնուամենայնիվ դրանք նաև ունեն ինչպես ներքաղաքական բնույթ, այնպես էլ կարծում եմ նաև որոշակի հետևանքներ կունենան, նաև հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, բայց մենք կհետևենք իրադարձություններին, որտեղ ես կարծում եմ դա իմ անձնական կարծիքն է, որ թերևս բոլորը ասում են, որ մենք սպասում ենք 2026 թվականի հերթական ընտրություններին, բայց ես կարծում եմ, որ Հայաստանը այն երկիրը չէ, որտեղ պետք է գնան եւ արկղի մեջ թուղթ գցեն եւ զարթնեն, տեսնեն, սրա մասին շատ եմ ասել, որ ինչ-որ մի բան փոխվել է կամ չի փոխվել։ Բայց պարոն Սաֆրասյան, անցնենք հիմա այն թեմային, որի հետ կապված ես ձեզ հրավիրել եմ, արդեն երևի կլինի մի քանի օր, որ եթե մի փոքր էլ ավել, մի շաբաթ երևի չի լրացել, որ Իսրայելը առաջի հրթիռակոծությունները արեց Իրանի նկատմամբ եւ ըստ երևույթին մենք բոլորս գիտենք, որ դա խիստ նախապատրաստված էր, շատ խիստ թիրախային է, ասինքն այնտեղ որտեղ որ միջուկային զենքի հարստացման կամ ստեղծման գործընթացներ են գնում, պաշտպանության նախարարություն եւ մենք տեսանք, որ 20 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ռազմական գործիչներ արդեն սպանվել են եւ դա շարունակվում է եւ միանշանակ ասվում է, որ ըստ երևույթին այստեղ կարգը իսլամական ուրեմն իշխանակարգն են ուզում նրանք փոփոխության ենթարկեն, կստացվի թե չէ, բայց Իրանն էլ ձերքները ցաված բարձա չի նստում, հակահարվածներ տվեց եւ այս պարագայում բնականաբար արդեն Միացյալ Նահանգները, այսպես չնայած ասում պրոքսի պատերազմ է վարում, այսինքն Իսրայելի միջոցով, բայց արդեն հստակ նաեւ նախագահ Տրամպը ասեց, որ Թեհրանը ռիսկային բարձր գոտում է գտնվում։ Մենք դեռ կանդրադառնանք մանրամասը, որտեղ մենք գտնվում ենք խիստ այս տարածաշրջանային, այս հարևանային գոտում։ Եվ այսպես ես կուզեի, որ կարճ մենք նախ անդրադառնանք պատճառների մասին։ Ինչ նախնդիրը, որ այդպեսի իրադարձություն տեղի ունեցավ եւ Իսրայելը այսպես անսպասելի ասեմ, թե ոչ անսպասելի, այսպես հարձակումը հենց տեղի ունեցավ։ Գիտեք, ձեր հարցի պատասխանը մի քանի հարցություն ունի։ Առաջինը այն է, որ մենք տեսնում ենք, որ վերջին տարիների ընթացքում, արդեն մի քանի տարվա ընթացքում Իսրայելը հետևողական ձևով հարվածներ է հասցնում Իրանին։ Դա եւ կապված էր Սիրիայի հետ իրադարձությունների հետ եւ Հեզբոլլահի եւ Համասի եւ մահափորձերի հետ, որ եղան, այդ թվում եւ Ռայիսի սպանությունը նախագահի։ Սա այսինքն Իսրայելի քաղաքականության, ես կասեի, ռազմավարության մաս է կազմում հնարավորինս թույլատրել Իրանը։ Դա մեկ, երկրորդը որպես պատճառ անմիջականը առաջ է քաշում միջուկային զենքի այդ հնարավորությունը, որ կարող է ստեղծել Իրանը։ Դա շատ բարդ խնդիր է։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրը մինչև հիմա վերջնական պարզված չի, որ արդյոք մոտ է այդքան Իրանը միջուկային զենք ստեղծելուն, թե ոչ։ Բայց մյուս կողմից դիտարկումը իմ հետևյալն է, որ նմանություն եմ տեսնում այս իրադարձությունների կապված միջուկային զենքի հետ եւ Իրանի եւ կներեք եւ Իրաքի հետ կապված, երբ որ համարյա նույն հռետորաբանությունը այն ժամանակ օգտագործվեց եւ դա նախերգանքներ հարձակման Իրաքի վրա։ Այսինքն հիմա էլ նմանատիպ հռետորաբանություն է օգտագործվում, դերատակ չունենալով ես համոզված եմ հստակ տվյալներ։ Սա երկրորդը եւ երրորդը, ինչու հենց հիմա։ Դա էլ շատ կարևոր է։ Ես կարծում եմ հաշվի է առնվել այն, որ հաջողվել է թույլատրել Իրանը, արդեն մենք դա տեսանք եւ Սիրիայում Հեզբոլլահը, Համասի, այո։ Մյուս կողմից նաեւ հաշվի առնվել Թրամփի գործոնը։ Թրամփը հայտնի է, որ ինքը, այսպես ասած, բացասական վերաբերմունք ունի ընդգծված Իրանի նկատմամբ։
եւ հավանական է դա էլ է հաշվի առնվել եւ այն դուք շատ ճիշտ նշեցիք, որ փաստորեն այն աշխատանքը, որ տարվել է նախապատրաստական Իսրայելի կողմից, դա եղել է ես կարծում եմ դասագրքային աշխատանք, ուսումնասիրվի դա, որտեվ եւ գործել են ահաբեկչական խմբեր երկրի ներսում եւ երկրի ներսում հատուկ թիրախավորել եմ պաշտոնյաներին, այո, եւ այդ դրոնների հարձակումները, որ երկրի ներսից եղել են, հենց դրանք պատրաստվել են Իրանում։ Ներողություն, պարոն Սաֆրասյան, միգուցե մենք այսպես երևի լիարժեք ինֆորմացիա չունենանք այդ մասով գնահատական տանք, բայց տեսեք, բայց նմանատիպ աշխատանք միգուցե արվել է կամ չի արվել, ասենք Իրանի կողմից էլ Իսրայելում միգուցե արվել է կամ հավանականը չի արվել, ասենք կյանք, որտեղ ճիշտ է Իսրայելը ավելի կոմպակտ փոքր տարածք է, բայց ինչքան էլ փոքր լինի այդ տարածքը, կարծեմ 10,000, 11,000 քառակուսի կիլոմետր է, բայց բնակչությունը մոտ 10 միլիոն, բայց արդեն կյանքը ցույց է տալիս, որ Իրանը այդպես չի նախապատրաստվել դրան, մեկ, եւ երկրորդ, ինքն էլ տեղեկատվություն տի ունենալ, որ Իսրայելի կողմից պատրաստվում է այդ հարձակումները եւ այո, չի ունեցել, որտեւ այդ ամենաբարձրաստիճանները, որոնք կառավարում են, կառավարման վահանակի մոտ են կանգնած եւ կառավարում են, նրանք իրավունք չունեին իրենց ռիսկի ենթարկեին համակարգը փլուզելու գնով։ Այո, շատ ճիշտ բնութագրեցիք, տեսեք, փաստորեն ջուրն է թափվում այն տարիների աշխատանքը, որ տարել է Իրանը, մեծագույն ծախսեր են արվել ամենատարբեր բնակավարներում եւ գիտական, ռազմական եւ գիտնականները, չէ՞, փաստորեն ֆիզիկոսները փաստորեն զոհվեցին։ Գիտական միտքը Իրանի բավական, գիտեք, այսպես մեծ հեղինակություն ունի աշխարհում ճշգրիտ գիտությունների բնագավառում, մաթեմատիկայի, բնական գիտությունների եւ մի զգալի այդ լավագույն մասնագետները ոչնչացվեցին։ Պարոն Սաֆրասյան, ես ուզում եմ մի բան հիշեցի, վերջի հիշում եք, երևի 90-ական թվականների սկզբից այսպիսի միտք էր թևածում եւ դա իրողություն էր նաեւ, որ Հայաստանի արդյունաբերական շատ ձեռնարկություններից հաստոցները, տարբեր մեքենասարքավորումներ դուրս են հանվում, այդ թվում ասում են ջրի գնով, որպես մետաղաջարդոն, ուր էր գնում հիմնականում Իրան։ Ես հիշում եմ 93, 4, 5 թվականներից, նո երկրորդ հարցն է մենք քննարկենք, թե դա արդեն որ թվի արտադրության պետք էին Հայաստանին, թե չէ, բայց դրանք տանում էին, վերանորոգում էին, թվային կառավարման վահանակներ էին տեղադրում այդ ՇՊՈ-ները, այդ հաստոցների վրա եւ ըստ երևույթին այդ 30 տարվա պատմությամբ սկիզբ էր դրվում նրանց արդյունաբերության կայացմանը, այսինքն նրանք պատրաստվում էին։ Այո, տեսեք, այն ժամանակ Խորհրդային Միությունը աշխարհի ամենազարգացած տնտեսապես եւ արդյունաբերական առումով երկրներից էր, Իրանը այդքան զարգացած չէր։ Եվ փաստորեն դա Իրանի համար նորություն էին այդ սարքավորումները։ Եվ նրանք շատ էժան ձեռք էին բերում։ Եվ շատ էժան ձեռք էին բերում եւ ուսումնասիրում էին, ես համոզված եմ իրենք դրա հիման վրա իրենց արտադրությունն են արդեն կազմակերպել։ Շատ ճիշտ եք նշում, այսինքն նրանք արդեն այսպես առաջնային մակարդակը արդյունաբերական երկիր դառնալու ձևավորեցին եւ դա շատ փակ էին անում, չէին գովազդում, թե ինչ հանդեղ զարգանում, ըստ երևույթին իրանք հիմքեր էին դնում, այն ինչ որ հետո նրանք ստացան մի 15-20 տարվա ընթացքում։ Ուղղակի ես հիշեցի, որ անընդհատ ստեղից այդ մեքենասարքավորումներ տարվում էին, որտեղ այն ժամանակ գումար չկար Հայաստանում, ճգնաժամային վիճակ էր եւ դրա մասին դու հետո լռեցին, որտեղ տանելու բան չկար։ Սա մեկ։ Երկրորդ կներեք ընդհանրապես ես մի հետաքրքիր փաստել այս տարվա, այսինքն 2025 թվականի հունվարի 1-ի տվյալներով, որ հրապարակել է աշխարհում շատ հեղինակավոր հետազոտական կենտրոններից մեկը, Իսրայելի զինված ուժերը իրենց հզորությամբ աշխարհում 15-րդն են։ Եթե մի կողմ դնենք միջուկային այն գլխիկները, որ ունեն մոտ 90 հատումն։ Եվ Իրանը 16-րդն է։ Տեսնում եք, ուրեմն ինչքան մոտ են իրար, բայց տեղի ունեցավ այն, ինչ որ մենք մի քանի օրվա ընթացքում տեսանք, այսինքն այստեղ կազմակերպվածությունն է, պատրաստվածությունն է, նպատակասլացությունն է։ Այո, եւ դուք իրավացի եք եւ այսպես ասեմ, ըստ երևույթին նաեւ այս մոբիլիզացիայի կարողականությունը, ոնց են իրենք մոբիլիզացվում եւ այդ երկիրը այսպես կառավարելիության մակարդակով տեսանելի շատ բարձր մակարդակի վրա է, դե ելնելով ուղղակի ես չեմ ուզում այսպես նույնացնեմ, բայց շատ հետաքրքիր է, այսպես մենք խոհափիլիսոփայական հնարավոր է որ իսլամական, թե դա կապ չունի,
բնույթ ունեցող երկիրը իսլամական ինքը կարողանա այդպես թռիչքաձև զարգանա, ասենք ենթադրելով, որ ընդունենք ժողովրդավարության մակարդակը այսպիսին է, բնույթը այսպիսին է, շիաներ, սյունիներ կան, ասենք ընդեղ էլ կան ներքին մրցակցային միջավայր, այդ դուք ինչ եք կարծում որպես մասնագետ։ Հնարավոր է, որ իսլամական բնույթ ունեցող երկիրը այդ արտաքին մարտահրավերները դիմակայելու համար կարողանա թռիչք ունենա։ Տեսեք, շատ բարդ հարց եք տալիս, ես փուլ առ փուլ պատասխանեմ ձեր հարցին։ Սկսենք Իրանից։ Իրանի զարգացումը նորմալ չընթացավ, որտեղ Իրանը գտնվում էր պատժամիջոցների ներքո շատ ծանր։ Վերջերս, երբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ հաստատվեցին, Ռուսաստանը շատ ավելի պատժամիջոցներ ստացավ, իսկ մինչև այդ Իրանն էր աշխարհում, այսպես ասած, առաջի տեղը, եւ դա մեծապես խոչընդոտում էր Իրանի զարգացումը։ Գիտեք, երբ որ ես մի քանի անգամ եղել եմ Իրանում, երբ որ դուրս ես գալիս փողոց, տեսնում ես, այսինքն հին մեքենաներ, մարդկանց այսպես հագուստները չի զարգացած երկրի տպավորություն չի թողնում, չնայած ինքը մեծ պոտենցիալ էր կուտակել ռազմական բնագավառում, որոշ գիտական բնագավառում եւ այլն։ Այսինքն հստակ կապում եք պատժամիջոցների հետ։ Այո, դա մեկ։ Երկրորդը մենք տեսնում ենք արաբական մի շարք երկրներ, ծոցի երկրներ, որոնք շատ արագ զարգանում են։ Եվ այստեղ երկրորդ հանգամանքը որ կա, դա նրանք կարողանում են արևմուտքից ստանալ օգնություն։ Այսինքն արևմտյան օգնությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների իհարկե առաջին հերթին ունի որոշակի կասե վճռական Սաուդյան Արաբիա, Քաթարը եւ Էմիրությունները նրանք մի կողմից ուրեմն մեծ հարստություններ են կուտակել նավթի շնորհիվ, բայց համագործակցելով արևմտյան երկրների հետ կարողանում են դրանք ճիշտ օգտագործել իրենց հնարավորությունների սահմաններում։ Եվ հիմա Սաուդյան Արաբիան մենք տեսնում ենք շատ արագ զինվում է։ Այսինքն ինքը դառնում է գործոն։ Ես վերջերս էլ մի քանի շաբաթ առաջ նոր գործարք որ կնքվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների տասնյակ միլիարդների, 100 միլիարդից ավել, դա փաստորեն դարձնում է Սաուդյան Արաբիան մերձավոր արևելքի կարևոր ուժի կենտրոններից մեկը։ Ես կարծում եմ սա ամերիկացիների կողմից մտածված է արվում։ Նրանք փորձում են նոր ճարտարապետություն ստեղծել մերձավոր արևելքում։ Եվ այդ նոր ճարտարապետությունը կունենա, ինչքան ես հասկանում եմ իրենց մտադրությունները, մի քանի այսպես հենասյուն, որոնցից մեկը կլինի Թուրքիան, մյուսը կլինի Սաուդյան Արաբիան եւ մյուսը կլինի Իսրայելը։ Այսինքն Իրանը արդեն դուրս է մղված։ Տեսեք, համամիտ եմ, տեսեք, բայց ինչ հետարքիր ճարտարապետություն եք դուք ասում, նաև աշխարհագրություն է ստացում, տեսեք, Թուրքիան վերցնենք, դա նրա պատմություն լրիվ ուրիշ է, 770,000 քառակուսի կիլոմետր տարածքով, 1500 կիլոմետր հետ Անտալիայի ափով, մոտ 80 միլիոն, այսպես ասենք, բնակչությամբ, փախստականներ ընդունող, այսինքն ոնց որ ինքը բուֆերային գոտի է, ասենք տարբեր պատերազմական իրավիճակներից հետո փախստականները գալիս են, ինքը արդեն կարող է Եվրոպային շանտաժ անի, ասենք բաց թողնեն փախստականներին, թե չէ, այսա տասնյակ տարիներով մենք տեսնում ենք դա եւ հետո գումարներ վերցնի, սա մեկ Եվրոմիություն։ Մոտ 5 միլիարդ։ Այո, Եվրոմիություն, սա, ասինքն ինքն էլ է այդ ֆորմուլայը հաշվարկում է, գալիս են եւ ես հիշում եմ, որ այս համաշխարհային туриզմի զարգացման հիմքերը Թուրքիայում դրվել են Թուրղուտ Օզալի, ուրեմն վարչապետության ոչ նախագահության տարիներից հետո, իր նոր ծրագիրը տնտեսական, 81-ից հետո, այո, երբ որ արդեն 90-ականների սկզբից համաշխարհային туриզմ 49 տարով այդ ափերը տալիս էին վարձակալության, բացվեց եւ ինքը իր բանաձևը գտավ զարգացման, ելնելով իր տնտեսաաշխարհագրական դիրքից։ Սա մեկ։ Լավ ներկայացրեցիք։ Հիմա երկրորդը, այդ 5 միլիարդը, սա երկրորդ քարշակներից լոկոմոտիվներից մեկն է եւ երրորդ մենք տեսնում ենք որ Թուրքիայի տնտեսության մեջ առանձնապես իրենք այսպես իրանց լիրան թուրքական այսպես կայուն պահելու ձգտումներ չունեն, սա էլ յուրահատուկ բան է որ արժե զրկի, չարժե զրկի, բայց մենք նաեւ տեսնում ենք օրինակ տեքստիլ արդյունաբերությունը Թուրքիայի զարգացավ հետո անկում որտեւ ավելի թանկ են ստում տարբեր գործոններ կամ ասենք տարին 5 անգամ ինքը պտուղ բանջարեղեն է արտահանում Ռուսաստան $1, $1.5 կիլոգրամը գնով, ասենք այդ ամբողջ չեմ ուզում թվարկեմ, այսինքն բազմապրոֆիլ ինքը իր տնտեսության
այսպես քարտեզը գտելա գծելա, Սաուդյան Արաբիան լրիվ ուրիշ բան է, Քաթարը լրիվ ուրիշ բան է, բայց տեխնոլոգիական զարգացման առումով բնականաբար Իսրայելն է, որ գտնում է համապատասխան մակարդակում եւ ինքը նաեւ փակ է պահում այդ ամեն ինչը, այդ թվում առողջապահության ոլորտի չէ, գնում են Իսրայել ինչ որ բաներով բուժվելու եւ այլն։ Հիմա արդյոք մենք չենք կարող արձանագրել, որ մենք ինչ որ սպասումների մեջ ենք։ Մեր հասարակությունը նաեւ մեր հայաստանյան այս ռմբակոծություններից տենց հա չէ, ասենք մեկ էլ գիշերը մարդիկ քնում են, առավոտ զարթում են, դե գիշերն նայում են ինչ նորություն կա, ինչ է կատարվում, մի հատ նայենք, հասկանանք ինչ ոնց կպավ, ինչ զոհեր կան, եւ բնականաբար ըստ երևույթին տեղեկատվությունը նաեւ փակ են պահում, որտեղ այդքան քիչ զոհեր, ասենք 4 հոգի, 10 հոգի, այդպես չի լինում, էլի, ասենք կամ փակ է ինֆորմացիան։ Շարունակելով մենք ասենք, որ ըստ էության մենք հիմա ամենակարևորը այս փոխհարաբերությունների մենք սպասումներ կունենանք, տեսնենք հաստատա ինքը հանգուցալուծում ունենա, եւս մեկ շեշտադրում անեմ, որ մենք գիտենք, որ Օմանում պետքա լիներ հանդիպում, այսպես կոչված ատոմային զենքի չկիրառման այս պայմանագրի շրջանակներում, բայց բնականաբար Իրանը մերժեց դա, հետո այսպես հանդես եկան, որ ոչինչ մենք կարող ենք նորից բանակցությունները վարենք, համենայն դեպս ըստ երևույթին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի քաղաքական ուղղվածությունը այն էր, որ չենք հավատում այդ ատոմային զենքի չստեղծման վարկածին եւ չգտնվեցին մեխանիզմներ, որոնք կարող էին փաստացի ապացույցներ տային, որ չկա այդպիսի մի բան։ Բայց սա դնենք մի կողմ։ Հիմա պարոն Սաֆրասյան, ամենակարևոր բանը դա ինչ հետևանքներ կարող են, ինչ ռիսկեր կարող են ունենալ այս ամեն ինչը եւ հետևանքներ Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ մենք տեսնում ենք արդեն փախստականների մեծ բանակ է գալի Մեղրիի սահմանով Իրանից եւ էլի են գալու։ Նու սա հələ մի բան։ Ինչ ռիսկեր կարող են մեր երկրի համար այս ամեն ինչը ունենալ։ Տեսեք, էլի մի քանի այսպես հարցության վրա հարցենք պատասխանել։ Իրանը շատ կարևոր նշանակություն ուներ Հայաստանի համար։ Այն Իրանը, որը տասնամյակներ շարունակ եղել է մեզ հարևան, բարեկամ երկիր եւ տնտեսական առումով որպես տարանցիկ ճանապարհ եւ նաեւ աշխարհակահաղական առումով նա վահան է եղել բոլոր այն վնասակար ազդեցություններից, որ կարող էին գային Մերձավոր Արևելքից Հայաստան, ինքը փակել է դրա ճանապարհը։ Տեսեք, այսինքն ներողություն, մի կողմից Իրանի այդ վահաններ, մյուս կողմից Արցախներ վահան։ Այո։ Այսինքն այդ երկու վահանները, այսպես հիմա մենք պետք է հասկանանք ինչա լինում։ Այն մեկը པարզ է։ Հիմա Իրանը ինչ կլինի, ինչպիսին կլինի, դա ամենակարևոր խնդիրն է եւ ամենաբարդ խնդիրն է, որ պետք է լուծեն մեծ տերությունները։ Առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգները, ըստ էության շատ բան կախված կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշումներից։ Հիմնական ես կարծում եմ խնդիրը հետեւյալն է, որ մեծ տերությունները չեն ցանկանա, որ Իրանը տրոհվի հետագայում։ Խնդիրներ մեծ կառաջանան, դա մեկ։ Երկրորդը շատ ներողություն, այդ կարևոր բան ասացիք, կենտրոնանանք, այսինքն չտրոհվի, որպեսզի այսպես կառավարելիությունը արտաքին ակնհայտնի, որտեղ եթե տրոհվեց, արդեն կայունություն անհնար կլինի պահել եւ կողքի երկրներից կհավաքնեն այդ տրոհված միավորների նկատմամբ, չէ՞։ Օրինակ Թուրքիան։ Այդ մեկ, երկրորդը խնդիրը հետեւյալն է, որ եթե հնարավոր է պահել, այսպես Իրանի տարածքային ամբողջականությունը, ինչպես դա անել, արդյոք ներկայիս քաղաքական համակարգը կկարողանա գործել նաև հետագայում։ Մեծ հարցեր են առաջանում, որ նրանք բաց թողեցին այդպիսի հարված, հիմա այսպիսի հարվածներ են ստացել, գլխատվել է երկրի ղեկավարության մի մասը, ինֆրաստրուկտուրաները, ենթակառուցվածքները շատերը ոչնչացվել են, զինված ուժերը մեծ կորուստներ են կրել եւ այլն։ Կարողանա ներկայիս համակարգը քաղաքական պահպանել այն իրավիճակը, որ կա, ստատուս կվո։ Պարոն Սաֆրասյան, այդ շատ հետաքրքիր է այդ պահը։ Տեսեք, ենթադրենք բացասական սցենարի դեպքում ընդունենք տրոհվում է ինչ-որ ձևով, ինչ եք կարծում ենթակառուցվածքների առումով, ռազմական հենակետերի, հենց այդ ատոմային միջուկային զենքի տեղաբաշխման առումով հետաքրքիր է արդյոք մտածված ա եղել, որ հավանական, ամենահավանական տրոհման ենթակա, օրինակ Քրդիստանը, ասենք, եւ այլն, կամ Հյուսեյն Աթաթուրքը, այդ պարագայում այն իրանց ներուժը, լոգիստիկ եւ ուժային, արդյոք այդ քարտեզը, որը ինձ թվում է բարդ է, դա շատ այդ ինֆորմացիան կպահպանվեր ունիտար
մեկ տարածքում, որը տրոհման ենթակա չի ըստ էության։ Շատ բարդ է։ Շատ բարդ է, բայց շատ օրինակ խորհրդային միության ժամանակ, երբ որ կային ազգային հանրապետությունները, այդ բանը մտածված էր, թե որտեղ ինչ պետքա դնեն, որ այդ չէ կապերը այնպեսին լինի, որ այդ հանրապետությունները տնտեսապես չկարողանան դիմակայեն, որ դուրս գան արդեն փաստի առաջ կկանգնեն։ Խորհրդային միության ժամանակ դա մտածված է եղել։ Չեմ կարծում, որ Իրանում այդպես խորը մտածեն, որովհետև այնտեղ վերջի խորհրդային միությանը նման չէր մոդելը։ Ազգային բաներ չէ, այո։ Ուրեմն դա էլ հաջորդ խնդիրը եւ բայց հաշվի առեք, որ 1.1 միլիոն քառակուսի կիլոմետր է։ Այո, եւ այդպիսի խայտաբղետ բնակչություն։ Եվ տեսեք, հաջորդ հանգամանքը հիմա մենք հարց տվեցինք, արդյոք այս համակարգը կարողանա պահպանվել, բայց եթե մեկ էլ պատկերացնենք տեսականորեն, որ չի կարողանում պահպանվել, ինչ կլինի, ինչ ուժեր կգան, սա ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Այսինքն դուք ճիշտ նշեցիք, որ արտաքին խաղացողները շահագրգռված չեն այդ տրոհումների մեջ, որտեղ դա լրացուցիչ, դե պարզ է, Իսրայելը նրա նպատակը ակնհայտ է։ Ես կարծում եմ այո, կհամենայն դեպս ներկա փուլում։ Ինչպես Սիրիայում էլ այդպես կոնսենսուս կար, որ պետք է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Եվ այս առումով շատ բարդ է այդ նոր ուժի հանգամանքը, արդյոք կա ուժ, չկա, ով կարող է լինել։ Վերջին օրերին ակտիվացել է Ռեզա Փեհլևին, վերջին շահի որդին, որ Ամերիկայում է ապրում։ Մի քանի հայտարարություն է արել, իսկ վերջին հայտարարությունը նաև շատ հետաքրքիր է, այսպես տեսականորեն, որ ասում է ես ծրագիր ունեմ եւ գիտեմ ինչպես պետք է երկիրը պահել, այսպես կառավարելիության շրջանակներում 50 տարի հետո 100 օրվա ընթացքում այդ անցումային շրջանը ես կարող եմ իմ համախոհներով կառավարելի անեմ եւ կոչ է անում, որ իրեն վստահի ժողովուրդը, բայց ինքը չունի այդ հնարավորությունը, վստահություն չունի։ Չէ, բնականաբար։ Չունի։ Ուրիշ ինչ ուժեր կարող են լինել։ Լավ, դա երևի մի քիչ շատ բարդ է կանխատեսելը, բայց ես ուզում եմ պարոն Սաֆրասյան, օրինակ մենք մի քիչ այդ լոգիստիկ պահին անդրադառնանք, տեսեք, հիմնական այդ նավահանգիստը Բանդար Աբասը, որտեղ հայկական բեռներ են հիմա կուտակված կամ ճանապարհին է, սա ռիսկեր է առաջացնում, ես սա մեր դեպի Հայաստանի Հանրապետություն եկող կարևորագույն լոգիստիկ ուղղություններից մեկն է։ Հիմա բնականաբար ինչքան էլ այդտեղ պաուզա լինի, չգիտեմ, կանգառ վիճակ լինի եւ այլն, դա խիստ բացասական է անդրադառնալու մեր մտածողության վրա, որովհետեւ մենք գիտենք, որ մյուս կողմից էլ նաեւ մեր հերոստատիտողները գիտեն, որ մենք խնդրեմ ունենք Վրաստանի սահմանին հիմա խմիչքների, այդ թվում ծաղկի բիզնեսի եւ այլն, որը նաեւ արհեստական բնույթ է կրում, ժամանակ առ ժամանակ լարսում է խնդրեմ առաջանում։ Այսինքն մենք հասկանում ենք, որ Հայաստանը խաչմերուկ լինելու այսպես ենթադրության հետ միասին ռեալ գետնի վրա մենք տեսնում ենք, որ ինքը լոգիստիկ լրջագույն խնդրեմ կարող է ունենա, որը բիզնեսի վրա կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ։ Հիմա բայց առաջնահերթ ես կարծում եմ բանը, եթե շատ թեժանա վիճակը Իրանի վրա ճնշումները, որտեղ մենք տեսնում ենք, թե Թեհրանից ոնց են մարդիկ դուրս գալիս, դե եթե ասենք Միացյալ Նահանգների պրեզիդենտը նախագահը ասում է դուրս եկեք, ռիսկային գոտի է, ամբողջապես գնում է եւ դա ուր միտեղից պիտի դուրս գա դա։ Չեմ կարծում թե Իրանում պետքա գնան ինչ որ տեղերում, մարդիկ այդ սահմանից պետքա դուրս գան։ Եվ Թուրքիայի սահմանն է, Նաեւ Թուրքիայի սահմանն են գնում։ Դեք արդեն Թուրքիան շարժ է կատարել զորքի դեպի սահմանը Իրանի եւ փակի, որ փակի, այո։ Եվ արդեն պաշտպանության նախարարն է մեկնել սահմանամերձ շրջաններ եւ այլն որ այ մենք նայեցինք որ մեր Մեղրիում այնքան դե պարզ այնտեղ հյուրանոցները շատ քիչ են, ընդհանրապես շատ քիչ քանակությամբ, կարծեմ մի այդպես կարող է մի 100-120 տեղանոց հյուրանոցային բան լինի, որ արդեն գալիս են, ինչ որ ժամանակավոր մնան, հետո շարժվեն գան դեպի Երևանամերձ, ասենք այդպես հնդիկները տեսակ, որ ասենք գալիս են, տեղափոխվեն դեպի Հնդկաստան, Ռուսաստան եւ այլն, այսինքն մենք սպասում ենք առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում մենք որոշակի միգրացիոն, այսպես շարժեր կնկատենք։ Ես չեմ ուզում դա համեմատեմ ռուս-ուկրաինական, ուրեմն այսպես պատերազմի արդյունքում մեր ռելոկանտների կամ վերարտահանման խնդիրների հետ, որտեղ սա մի փոքր այլ է, բայց այնուամենայնիվ այստեղ մարդկանց հոսք կլինի։ Այո, մենք չենք կարող խուսափել դրանից, բարձա մենք սահմանը չի փակվի իմ կարծիքով, այդպեսի
բան, ինչ եք կարծում, կարող է ինչ որ պահի։ Ես չեմ կարծում։ Եթե դա անկառավարելի բնույթ ստանա, զանգվածային, հա, պետք է փակվի, պետք է ռեժիմը խստացվի, այդտեղ ռուսական սահմանապահներն են, չէ՞, նաև կանգնած Իրանի սահմանը։ Այո։ Ну, հասկանանք ինչ ա, սա նուրբ հարց է, ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս կպարզաբանվի, բայց եթե թեժանա, բնականաբար այդպիսի process-ներ կարող է գնան։ Պարոն Սաֆրասյան, հիմա մի փոքր անդրադառնանք, տեսեք, նաև մենք տեսանք, որ տարածաշրջանում Սիրիայից հետո, բնականաբար ես ասում եմ նաև Իրանի Իսլամական Հանրապետության դիրքերը Հեզբոլլահի, Համազի հետ կապված, որոնց միջոցով ինքը ուրեմն Սիրիայում, Լիբանանում, տեսեք, Իսրայելը, ոնց որ ասեմ, Գազան համարյա վերջնական ավերակի նման սարքվեց եւ կար առաջարկ Միացյալ Նահանգների կողմից, որ բնակչությունը դուրս գա Գազայից, որպեսզի եթե ինքը ընդեղ է, չենք կարող վերականգնենք։ Բնակչությունը դուրս գա, չգիտես ուր գնա, եւ հետո լայն թափով այնտեղ շինարարություն անել։ Եգիպտոսը հրաժարվեց։ Եգիպտոսը հրաժարվեց։ Հիմա սա մեկ։ Երկրորդը Սիրիայի հետ մենք պետք է հասկանանք ինչ է կատարում, որովհետեւ այսպես Բաշար Ասադի կառավարման տարիների ընթացքում, որը եթե չեմ սխալվում 2000 թվականից էր կառավարում, միջև այդ հայրներ, ուրեմն բավականին այդտեղ ուրեմն զինատեսակներ կան, այդ զենքերը ոչ միտեղ չեն գնացել, ասինքն դրանք պահպանված են, ասենք Սիրիան էլ Սիրիայի կառավարությունը, որը թուրքական, այսպես կառավարման ներքո է գտնվում, ասինքն Իրանի համար այս խնդիրն էլ երկրորդ որ խնդրեմ, Գազա, Սիրիա, ու բնականաբար Հորդանանը իր չեզոքությունը այդտեղ պահպանում է, այս պարագայում ինչ եք կարծում Ռուսաստանի դերակատարությունը հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ռուս-ուկրաինական պատերազմի ներկա փուլի առանձնահատկությունը ինչ եք կարծում որոշակի ակտիվացում կարող է լինի Իրանի Իրանամերձ եւ հետո Չինաստանին կանդրադառնանք այդ առումով։ Տեսեք, իմ գնահատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս վերջին ամիսների ընթացքում Թրամփի նախագահության շրջանում վերաիմաստավորել են Ռուսաստանի տեղն ու դիրքը աշխարհում։ Եթե օրինակ Օբամայի ժամանակ Ռուսաստանը ընկալվում էր որպես տարածաշրջանային պետություն, իր հայտնի հայտարարությունը, հիմա Թրամփը ակնհայտորեն այլ մոտեցում ունի եւ շատ օբյեկտիվ է նրա մոտեցումը, ինչու, որովհետեւ Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները տիրապետում են միջուկային զենքի համաշխարհային պաշարների 88%-ին եւ Ռուսաստանը միակ երկիրն է, որ կարող է ոչնչացնել Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես թիվը եթե չեմ սխալվում 2200 մարտագլխիկ էր։ Երկուսը, հա, համարյա նույնն է։ Համարյա նույնն է։ Ռուսաստանը նույնիսկ մի քիչ ավելի շատ է։ Հա, Եվ սա նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխում են իրենց քաղաքականությունը։ Այո։ Տեսնում եք, մենք դա երևում է, փորձում են Ռուսաստանի հետ որոշակի առումով կարգավորեն հարաբերությունները։ Այո։ Եվ սա Ռուսաստանի համար հնարավորություն է վերականգնելու իր դիրքերը ընդհանրապես աշխարհում։ Դեռևս պատժամիջոցներից հրաժարվելու մասին խոսք չի գնում, բայց ես կարծում եմ, եթե ռուսական դիվանագիտությունը կարողանա հմտորեն գործել այս նոր պայմաններում եւ կարողանա որոշակի առումով Ուկրաինայի խնդիրը մոտեցնել լուծման, նույնիսկ չեմ ասում լուծելուն, որ ընկալելի կլինի արևմուտքի կողմից, Ռուսաստանի վերադարձը համաշխարհային մակարդակով որպես կարևոր ուժի կենտրոն տեղի կունենա։ Սա այսպես ամենաբարձր մակարդակը։ Մեր կամ ավելի շուտ մերձավոր արևելյան տարածաշրջանում խորհրդային շրջանում ուներ խորհրդային միությունը մեծ հեղինակություն։ Մերձավոր արևելքում Ռուսաստանի Դաշնությունը այդ հեղինակությունը կորցրեց, բայց վերջին տարիներին Պուտինի նախագահության այսպես երկրորդ կեսին Ռուսաստանը սկսեց որոշ չափով վերականգնել իր ազդեցությունը, մասնավորապես Սիրիայի միջոցով։ Ռազմաբազաներ 2 հատ ստեղծվեցին Սիրիայում։ Լիբիայում Ռուսաստանը ակտիվություն ցուցաբերեց որոշակի կողմի, փորձեց Իրանի հետ հարաբերությունները ավելի սերտացնել, իհարկե դա շատ բարդ է, եւ այլն, այսինքն տեղեր ունենում Ռուսաստանի ազդեցության
որոշ չափով ուժեղացում Մերձավոր Արևելքում, բայց այն իրադարձությունները վերջին 2 տարվա ընթացքում, որոնք տեղի ունեցան, Սիրիայի դեպքերը, որտեղից Ռուսաստանը դուրս մղվեց, այո։ Հիմա Իրանն է, տեսնում ենք այս վիճակում, եւ ես կարծում եմ, սա Ռուսաստանի դիրքերը կարող է Մերձավոր Արևելքում ընդհանրապես թուլացնել։ Շատ ներողություն, ելնելով այն հանգամանքից, որ այդ թվում Էրդողանն էր ասել, որ այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի այսպես հետհույսեր այս փուլում չկապելու հիմնական խոչընդոտը Իրանի Իսլամական Հանրապետությունն էր, այս պարագայում Իրանի թուլացման պարագայում, ենթադրենք ինքը թուլանում է, արդյոք այդ խնդիրը Միջանցքի նորից կարող է օրակարգային դառնալ։ Գիտեք, այստեղ հետևյալ հանգամանքն է, որ պետք է մենք հիմա շատ հակիրճ անդրադառնանք թուրք-իրանական հարաբերություններին, որոնք իմ գնահատմամբ շատ հետաքրքիր երևույթ են միջազգային դիվանագիտության բնագավառում, որտեղ երկու երկրները դավանական առումով իրար ատում են, սուննի եւ շիա։ Պատմական առումով ինչքան պատերազմներ են եղել, թշնամիներ են եղել, հիմա մրցակիցներ են Մերձավոր Արևելքում եւ մեծ քանակությամբ խնդիրներ ունեն, բայց միշտ կարողացել են այս 100 տարվա ընթացքում համակեցության որոշակի ձևաչափեր ընտրել, բալանսավորել։ Եվ փաստորեն հիմա մենք տեսնում ենք հետեւյալը, որ ավելի շուտ տեսնում էինք, որ Իրանը շատ օգտագործում էր այսպես շատ հստակ ռետորաբանություն կապված օրինակ Զանգեզուրի միջանցքի հետ, բայց ես համոզված եմ նա երբեք ուժ չէր կիրառի։ Ի տարբերություն Ռուսաստանի։ Ես կարծում եմ Ռուսաստանը հարավային Կովկասում պահպանել է իր դիրքերը, իհարկե թուլացել են այդ դիրքերը վերջի 44 օրվա պատերազմից հետո, բայց դիրքերը պահպանել է եւ նա ամեն ինչ կանի, որ պահպանի իր դիրքերը։ Եվ դա Հայաստանով է պայմանավորված։ Շատ բարի, եւ հաշվի առնելով նաեւ այն, որ ամսի 20-ին նախատեսվում է երկրի ղեկավարի այցը Թուրքիա, դուք ինչ սպասումներ ունեք, ասինքն դա առաջի այցն է, այսպես պաշտոնական, թե աշխատանքային, հիմա ինչ ակնկալել եք։ Գիտեք, ես առանձնապես ակնկալիքներ չունեմ, որովհետև էլի է եղել դեպքեր, երբ Հայաստանը եւ Թուրքիայի ղեկավարները հանդիպել են եւ դրանք ոչ մի սկզբունքային փոփոխությունների չեն բերել։ Ես կարծում եմ Թուրքիայի մոտեցումը ներկայումս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով հետեւյալն է։ Պետք է Թուրքիան ավելի շուտ կներեք, Թուրքիան սպասում է, որ կնքվի հայ-ադրբեջանական պայմանագիր։ Նոր դրանից հետո քայլեր կձեռնարկի։ Այսինքն ոնց որ նախկինում ասում են միջև Ղարաբաղի հարցը չլուծվեր, սահման չի, հիմա էլ դա է։ Բայց հետո ինչ կլինի, բայց մենք ենթադրում ենք, որ դա կնքվեց։ Եթե ենթադրենք կնքվեց, ինչ կլինի։ Ես կարծում եմ, որ Թուրքիան միանգամից չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման լրիվ։ Բնական է։ Որոշակի քայլեր կառնի այդ ուղղությամբ։ Օրինակ այն երկու բանը, որ պայմանավորվել էին, Ռուբինյան քլճը թանդախմբին։ Հասկանալի է։ Դրանք կան ինչու։ Որովհետև նա կփորձի պահպանել Հայաստանի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը եւ դա նրան պետք է Զանգեզուրի միջանցքի համար։ Թուրքիայի համար կարևոր է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը հնարավորինս լինի Հայաստանի հսկողությունից դուրս։ Որ կոչվի միջանցք։ Այո, իրականն այդպես միջանցք, այո։ Որ նաև կապված է դա Ադրբեջանի հետ, պանթուրքիստական ծրագրերի հետ, կենտրոնական Ասիայում, բայց բանը նրանում է, որ մինչև հիմա Թուրքիան չի կառուցել երկաթգիծը, որը կկապի Կարսը Նախճեվանի հետ։ Դա մոտ 220 կիլոմետր է։ Այո։ Եվ բավական բարդ տեղանք է այնտեղ, թունելներ կան, կամուրջներ պետք է կառուցվեն։ Այո։ Մոտ 10-15 տարի Թուրքիայում խոսում է, բայց չէին սկսել, նոր են սկսել, անցյալ տարի են սկսել վերջի հայտարարությունը իրենց տրանսպորտի նախարարի, որ մի քանի ամիս առաջ է արել, որ դա պատրաստ կլինի 29 թվականին, 2029 թվականին, այսինքն մինչև ասում էր 28, հիմա ասում է 29։ Իսկ Ադրբեջանը Աստարա, Ռաշտ
այդ երկաթուղին արդեն դրանք ոնց որ հանգուցալուծվում, այսինքն հենց Ադրբեջանն է նաև կառուցում։ Հա, խոսքը գնում է Նախճեվան, հասկանալի է։ Կարս Նախճեվան, այո։ Այնպես որ Թուրքիան հիմա չի կարող այդ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից օգտվել։ Այսինքն ինքը ժամանակ ունի։ Եթե մենք այսպես նայենք, ասենք Հայաստանի տեսանկյունից, սրա մասին նաև խոսվել է, Մեղրուց մինչև Թավրիզ արդեն 60 կիլոմետր է։ Եվ այնտեղ երկաթուղին, այսինքն այդ 60 կիլոմետրանոց երկաթուղին, եթե կառուցվում է, այսինքն Հայաստան, այդ որ ասում ենք Իրան-Հայաստան երկաթուղի չէ, այդ երկաթուղին բնականաբար հետո նույնիսկ պետական հիմնարկ ստեղծվեց, ու հետո փակվեց, որտեվ գրանցվեց, որ դա տնտեսապես բացարձակ նպատակահարմար չի, որ այդ տեղանքը ռելիեֆը հաշվի առնելով եւ հետո այդ երկաթուղին ուր է գնալու, ասենք Իրան-Հայաստան երկաթուղին եղավ, գնաց փակուղիներ է, չէ՞, իմաստը։ Նույն այդ մի կողմ դնենք, բայց կներեք ընդհատեմ պարոն, այդ խնդիրը քննարկվել է եւ Ռուսաստանի հետ, եւ Չինաստանի հետ։ Այո։ Որքան որ ինձ հայտնի է, սկզբից Ռուսաստանը բանն է, չէ, Յակունինն էր։ Յակունին, այո։ Ռուսաստանի RЖD-ի։ Այո։ Սկզբից համաձայնություն է տվել, հետո նաև իրենք էլ ուսումնասիրել են, տեսել են, որ դա տնտեսապես օգուտ չի կարող։ 3 միլիարդի պրոյեկտ էր, բայց անիմաստ բան է, որովհետև ինքը փակուղի է։ Չինաստանն էլ այդպես էլ խոստացավ, չէ, նա էլ ոչ մի բան չարեց։ Այնպես որ միջոցներ չլինելու պատճառով է դա այսպես։ Հասկանալի է։ Հիմա այսպես, ես Թավրիզի մասին խոսեցի, հաշվի առնենք այն հանգամանքը, որ Թավրիզի եւ Թավրիզամերձ բնակչությունը մոտ 3 միլիոն է, 3 միլիոնից ավել է։ Պատկերացրեք, որ ամենամոտիկ այդ հոսքը, էլի, ամենամոտիկ հոսքը ուր պետք է գնա։ Այդ ռիսկերը, որտեղ մենք կարող է մի քանի օրվա ընթացքում տեսնենք, թե ինչ կարող է կատարվի, սրա մասին պետք է խոսենք։ Այնուամենայնիվ ես էլ եմ համամիտ, որ առանձնապես այդ ամսի 20-ի այցից դեպի Թուրքիա առանձնապես բաներ չի կարելի շատ սպասել, որոշակի այսպես տնտղումներ կամ մարքեթինգ փոխադարձ, որը տարբեր տեղերում կարող է միջազգային այցերի ժամանակ նաև լինի, բայց այսպիսի մի բան է առաջանում, ամենակարևոր հարցը եւ հանրային կարծիքում եւ քաղաքագիտական եւ մասնագիտական, պարոն Սաֆրասյան, նաեւ որ գլոբալ առումով մեր երկրի համար ընտրությունը սենց է, հիմա դուք որտեղ եք, դեպի Ռուսաստան, թե դեպի Թուրքիա, չէ՞, համաձայն այս խոսույթը, այս հարցադրումը կա։ Հիմա եթե մենք նայենք իշխանության այսպես աչքերով, ըստ երևույթին հիմնական միտքը այսպես կայանում է նրանում, որ այդ մենաշնորը, որ մենակ դեպի Ռուսաստան կամ մենակ Եվրոմիություն կամ մենակ այդ բանը կոտրել եւ այսպես բազմաբևեր դարձնել, այսպես կախված ասելով ես չեմ ասում ինչ որ ձև, ասենք ու տնտեսապես բարձա որ մենք Ռուսաստանի հետ ենք, տնտեսական հարաբերությունների առումով ակնհայտ է որ դեպի ԵԱՏՄ Ռուսաստանն այլընտրանք չկա։ Ես համոզված եմ նաև քաղաքական առումով բնականաբար։ Եվ նաև ռազմաբազան։ Եվ ռազմաբազան, այսինքն համալիր առումով բնական է, բայց հիմա սա միտքը ձեր կարծիքով որն է, որ նաև խաղաղ լավ հարաբերություններ ունենանք մյուսների հետ, բոլորի հետ, որը ի հաշիվ այն կարևոր մեր համագործակցության հաշվին չի, թե կարող է տեղ խնդիր ճաքեր առաջանալ։ Եթե հաջողվի դա անել, ինչպես դուք ներկայացրեցիք, այսինքն պահպանելով Ռուսաստանի հետ մեր ռազմավարական դաշինքը, փորձել նաև կարգավորել հարաբերությունները այլ ուժի կենտրոնների հետ, դա կլինի ամենալավ տարբերակը։ Բայց դա բարդ է, շատ բարդ է։ Պետք է դրան ձգտել ես համոզված։ Բայց բարդ է նաև, որը ասում ենք դեպի Եվրոմիություն։ Հիմա ինչ եղավ, այդ օրենքը ընդունեցինք դեպի Եվրաքվեեր, չէ՞, կոչում, ասենք դեպի Եվրամիություն, բայց ակնհայտ է, որ այնտեղ նախ մեզ չեն սպասում, դրա մասին շատ։ Եվ երկրորդ դու երկու միությունում չես կարող անես, կամ պետք է ԵԱՏՄ, ու այդ խնդիրը, այսպես ասած, միտքը, ասում եմ, գցում ենք հեռու դեպի այդ քարերը, որ հələ դրա ժամանակը չի, բայց միտքը իբր հետագայում մենք կտեսնենք։ Հա, գիտեք, իմ ընկալմամբ դա ավելի քաղաքակրթական ընտրություն է, դե վերջի ես այդպես եմ ընկալում, մենք ավելի արևմտյան քաղաքակրթության հետ են կապված։ Հա, բայց ինչից է եզրակացնում, որ այդպես։ Օրինակ մեր առօրյա կյանքը։ Դուք շատ ես հասկացա ինչ եք ասում, այդ միտքն էլ կա շատ, որ մենք դեպի արևմտյան արժեքներ, դեպի հա, բայց մեր առօրյան, մեր կյանքը դա է ցույց տալի, պարոն Սարգսյան։ Չէ, պատմություն, մեր այսօրվա իրականությունը ցույց է տալի, որ մենք դեպի արևմտյան արժեքներ, բայց որ դեպի արևմտյան արժեքներ դավանող ենք։ Մենք sense վիճակում կլինեինք։
Չէ, մի հատ անկեղծ էլի։ Հա, շատ անկեղծ եմ ասում։ Մենք անկեղծ նախ մենք արձանագրենք մենք ինչ վիճակում ենք, այսինքն ռիսկեր կան խայտառակ։ Կարող է այդ արևմտյան արժեքներ դավանելու մտքում որ ունենք, բայց ռեալության մեջ չկա, դրա պատճառով մենք ունենք ռիսկեր մեկ, եւ երկրորդ ուր են գնում մենք։ Տեսեք, հիմա դուք հարցը դրեցիք արևմտյան արժեքների հետ կապված։ Ես մի քիչ ավելի այլ կերպ եմ դա անցալում, քաղաքակրթական առումով։ Այսինքն քաղաքակրթական առումով արևմտյան քաղաքակրթությունը որոշակի ճանապարհ է անցել, որ հիմա եկել են այդպիսի արժեքներ են ստեղծել, որոնք կիրառվում են Եվրոպայի մի հատվածում։ Հիմա մենք եթե մեզ ընկալում ենք որպես արևմտյան արժեքների կրողներ դասական առումով։ Հա, դասական մտքում կրում ենք, բայց կյանքում դա չի տեղավորվում։ Կամաց։ Այն որ ասում են step by step։ Դե չէ, բայց կարող է այդ արժեքների կրելը մի բան, բայց դա մեր դիմադրողականությունը ինչ որ չափով գետնի վրա ինչ որ բանով թուլացնում է, մի քիչ ավելի քայլեր անելը, թե այ մենք այդ բանաձևը ի վերջո չենք գտել։ Պետք է դա իշխանությունները կարողանան այդ բանաձևը գտնել, եւ դա մեկ եւ երկրորդը տեսեք, հիմա Ռուսաստանը, որ ինքը եվրասիականության մասին է, չէ՞, այդ տեսությունը, քաղաքականությունը, բայց ռուսական վերնախավը իր ընտրությունն արեց 18-րդ դարի սկզբում Պետրոս առաջինի ժամանակ դեպի արևմուտք եւ էլի կրող է արևմտյան արժեքների ժամանակակից Ռուսաստանը օրինակ պես որ ես կարծում եմ մեր ապագան այդ արժե համակարգային առումով լրիվ հասկանալի է հարցադրումը տեղին է հիմա մենք ամփոփելով մեր հաղորդումը պարոն Սաֆրասյան այնուամենայնիվ իջնենք դեպի մեր այս իրական կյանքը, ոնց որ ես ասեցի, ի վերջո տեսեք, ուրեմն ես ուզում եմ մենք ոչ թե սա քաղաքականացնենք, քաղաքական ինչ-որ ասույթի միջոցով, տեսեք, 1, 2, 3 հազար ընդունենք վերլուծաբաններ, չգիտեմ, քաղաքագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, փաստաբաններ եւ այլն, բլոգերներ, այս հանրույթը ԶԼՄ ներկայացուցիչներ, որոնք ասուլիսներ են տալի, միշտ երևում են հանրային դեմքեր, կուսակցությունների ղեկավարներ, չէ՞, այդ հանրույթը անընդհատ ներգրավված է տարբեր, ասենք, ինչ օրակարգ որ կթելադրվի, իսկ օրակարգ թելադրողը այսօր իշխանությունն է, տենց չի որ մի իշխանությունը մի բան է ասում, մի գրառում է անում, մի միտք է հայտնում, սկսում են քննալ, հետո չվերջացած մի ուրիշ գրառում են անում կամ միտք են ասում, անցնում են դրան։ Այո։ Եվ այս վերջի փուլում չենք խուսափի, ի վերջո նաև հայ առաքելական եկեղեցու հետ կապված ստեղծված իրավիճակը գնաց։ Հիմա տեսեք, հիմա մի ուրիշ բան կգնա, կապված Սամվել Կարապետյանի այս իրադարձությունների հետ եւ այլն։ Ու հետո հələ դա չավարտված կգնա մի ուրիշ բան։ Այսինքն ես հասկանում եմ, որ ասենք հեծի ազգայնացման հարցն է արդեն խոսվում։ Մենք բաների ենք ականատես լինում երևույթների, որ միգուցե մեր մտքով չէր անցնում, որ կարող է դրան հանդիպենք։ Եվ ես անկեղծ ասեմ, մենք որպես մտավորականներ ենք խոսում, ես շատ ամենայն հարգանքով, նաև ես հիմա սպասում եմ նաև ուրիշ անսպասելի երևույթների, որովհետև երբ որ ինչ-որ անսպասելի բաներ են կատարվում, դրանք պարտադիր չի որ հանկարծ վերջ կանգար, հիմա ձեր կարծիքով հնարավոր է շատ անսպասելի բաներ ավելի քան այն ինչ որ կա կատարվեն մեկ եւ քանի որ ի վերջո դեպի 26 թվականի ընտրությունները ուղղված բոլոր քաղաքացիների, որտեղ քաղաքացիներն են ձևավորելու։ Ես համոզված եմ այնուամենայնիվ, որ մինչև 26 թիվ ինչ որ հանգուցալուծումներ կլինեն, որոնք կանխորոշ են արդեն հանգիստ 26 թվի ճակատագիրը, եթե իհարկե դա լինի։ Այս ուզում եմ երկու կարևոր հարց։ Ինչ սպասենք եւս շատ անսպասելի, որ մեր մտքով չի անցնում, այս չէր անցնում, չէ՞, այս ինչ որ կա։ Եվ երկրորդ, համոզված եք, որ մենք հանդարտ գնալու ենք 26 թվի համապետական ընտրություններ, թե միջև այդ կհանգուցալուծվի եւ արդեն պարզ կլինի ուժերի հարաբերակցությունը։ Պարոն Մելքոյան, տեսեք, երբ որ 18 թվականին եղավ այն ինչ որ եղավ, հենց դա ամենաանսպասելի բանն էր։ Եվ դրանից հետո Հայաստանը մտավ այդպիսի փուլ անսպասելի իրադարձություն։ Շարունակական անսպասելիություններ։ Այո։ Ես կարծում եմ դա կշարունակվի։ Այդ մեկ երկրորդը ինչ վերաբերում է 26 թվականի միջև ընկած ժամանակահատվածում, ես կարծում եմ, որ անսպասելի բաներ կարող են լինել, բայց այնպիսի իրադարձություններ, որոնք կանխորոշեն 26 թվականի ընտրությունների արդյունքը չի լինի։
Այսինքն այնուամենայնիվ դուք հույս եք կապում։ Ես կարծում եմ, որ այսպես սկզբունքային առումով այնպիսի բաներ չեն, ցնցումներ չեն լինի Հայաստանում։ Շատ բարի։ Շատ բարի։ Դե ինչ, պարոն Սաֆրասյան, շատ լակոնիկ էր ձեր պատասխանը։ Գիտեք ինչ կա, որտեվ երբ որ մենք ասում ենք օրակարգ է թելադրվում իշխանության կողմից, այս ամեն ինչի մասին ինքն էլ է մտածում, օրինակ մեր հասարակության մեջ կարծիքի ուսումնասիրություն, ինչ վերաբերմունքի փոփոխություն, ինչ է ստացվել քաղաքներում, ինչ է մարզերում, ինչ է, որտեվ քաղաքներում մենք տեսանք Գյումրի, միջև այդ Երևան, Վանաձորում, Փարաքարում, որտեղ ինչ է կատարում եւ այլ, ես ել եմ ասում, չեմ, սա հանրային եմ դիտարկում եւ բնականաբար իշխանությունը ամեն ինչ անում է, որ իր իշխանությունը պահի եւ վերարտադրվի։ Սա իշխանության տեսանկյունից։ Մյուս ուժերը, որոնք որ հավակնում են քաղաքական ուժեր, հանրային ուժեր, որոնք այնուամենայնիվ հավակնում են։ Այստեղ ես կարծում եմ, որ առայժմ նրանց չի հաջողվել, որ հստակ օրակարգ առաջադրեն, որպեսզի այդ իմ ասած բաժանումը, գունաբաժանումը ուժերի հարաբերակցության, այ մենք խոսենք կամ մարդիկ իրաց տանը խոսեն, ասեն սա է, սա նա է, որտեվ էլի խոսույթը մնում այն, որ իսկ ում հետևից գնանք ի վերջո, հա, եւ ընդհանուր բանը նա է, որ օրինակ Գագիկ Ծառուկյանը ասեց, որ պետքա վերկուսակցական լինի ամեն ինչ, պետք չի որ կուսակցությունների տեղ ճշմարտություն կա, որովհետեւ մարդիկ այդ կլասիկ կուսակցական համակարգից, ասում են այլևս դա չի լուծում մեր երկրի հարցերը, դա շատ կարեւոր է եւ ինքը առաջարկ Հայաստանին այսպես խոսույթով հանդես եկավ, ու հետո կտեսնենք, ինքը նաև կհանդիպի բազմաթիվ մասնագետների հետ եւ այլն, մենք ձեզ էլ կառաջարկենք, որ մենք նստենք, խոսենք, զրուցենք։ Այս առումով ես կարծում եմ, որ այնուամենայնիվ իմ անձնական մոտեցումն է, որ իշխանությունն էլ մտածում է, թե այդ ձեր ասած գունաբաժանման խնդիրները իօքուտ իշխանության ոնց լուծի, դրա համար ես ցավոք սրտի թե ինչ, կարծում եմ, որ էլի անսպասելի բաներ կլինեն, որը իր տեսանկյունից կտանի որոշակի հանգուցալուծումների։ Ապրենք, տեսնենք։ Բայց պարոն Սաֆրասյանը, սիրելի հայրենակիցներ, մտածում եմ, որ մենք հանգիստ հասնելու ենք 2026 թվականի հերթական ընտրություններին առանց ցնցումների, տա Աստված, որ ցնցումներ ոչ մեկ ամիս հետո, ոչ մեկ օր հետո, ոչ էլ հետո չլինեն մեր երկրում, որովհետև մեզ անհրաժեշտ է, որպեսզի մենք բոլորս միասին ուժեղանանք, գիտեք ինչ կա, անսպասելի սյունները ձևավորում են անորոշություններ եւ մարդիկ ոչ մի ծրագիր չեն ուզում իրականացնել։ Դուք համաձայն եք, համամիտ եք։ Եթե դու անորոշության մեջ ես, սպասում ես ցնցումների, ոչ մի ծրագիր չես անում։ Դու մտածում ես, սպասեմ ինչ կլինի եւ հետո վերջնական որոշում կայացնեմ։ Կարծում եմ, սիրելի հայրենակիցներ, բոլոր դեպքերում որոշումները իրենց սպասեցնել չեն տա եւ կարծում եմ մենք ապրելու ենք ուժեղ, միասնական Հայաստան երկրում։ Մինչեւ հաջորդ շաբաթ։